Այսօր վաղ առավոտյան Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճում է։ Հաղորդվում է, որ մոտավորապես 100 մարդ է զոհվել, տասնյակ տներ են վնասվել կամ փլուզվել։ Ավերածությունները տեղի են ունեցել Ինդոնեզիայի հյուսիսում, Սումատրա կղզում։ Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության երկրաշարժը ունեցել է 6.5 մագնիտուդ ուժգնություն։ Փրկարար եւ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սիրիայի կառավարական զորքերը մտել են Հին Հալեպի թաղամաս։ Սիրիայում հրատարակվող Գանձասար հայկական պարբերականը, ինչպես նաև Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական կենտրոնը հայտնեցին, որ ապստամբները ամբողջովին հետ են քաշվել Հին Հալեպից։ Հնգամյա պատերազմի ընթացքում սա կառավարական զորքերի համար մեծ հաջողություն է համարվում։ Երեքշաբթի օրը ապստամբները հայտարարել են, թե երբեք չեն հրաժարվի Հալեպից։ Վաղը նախատեսվում է ռուս-ամերիկյան բանակցություններ, ենթադրաբար Լավրովը եւ Քերին հնարավոր է քննարկեն Հալեպից ապստամբների անվնաս եւ ապահով հեռանալու տարբերակները։ Ապստամբները կորցնում են իրենց դիրքերը Հալեպի արևելյան շրջանում։ Այդ շրջանի 2/3-ը արդեն անցել է Ասադի կառավարական զորքերի վերահսկողության տակ։ Բրյուսելում ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովը քննարկում է անվտանգության եւ Ուկրաինայում անցկացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։ Հանդիպումը անցկացվում է արտգործնախարարների մակարդակով։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան են ժամանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները եւ Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը, նրա հետ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը ասել է. «Մենք նաև քննարկելու ենք անվտանգության իրավիճակը, որը շարունակում է բարդ մնալ եւ խոչընդոտում է հակամարտության քաղաքական կարգավորմանը։ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները աջակցում են Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, եւ մենք աջակցում ենք նաև բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի ժողովրդի ավելի լավ ապագայի համար»։ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, թե ճապոնական SoftBank-ը համաձայնել է $50 միլիարդ ներդնել Միացյալ Նահանգներում։ Այդ մեծ ներդրումը ուղղված կլինի բիզնեսի աջակցությանը եւ 50,000 աշխատատեղ ստեղծելուն։ Թրամփը այս մասին խոսել է լրագրողների հետ երեքշաբթի օրը Մանհեթենում գտնվող Թրամփ Թավերում կայացած հանդիպումից հետո։ Լոս Անջելեսում ոստիկանությունը հետապնդել է բարձր արագությամբ ընթացող մի ավտոմեքենայի, որը կորցնելով հետևի անվադողերից մեկը այնուամենայնիվ կանգ չի առել, շարունակել է ընթացքը։ Ի վերջո ոստիկաններին հաջողվել է շրջափակել ավտոմեքենան, ընդհատել նրա ընթացքը, վարորդը հարկադրված կանգնեցրել է մեքենան։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել։ Իրավապահները կասկածում են, որ վարորդը եղել է ազդեցության տակ։ Պակիստանում կանայք արդեն դիմում են տաքսիի վարորդ աշխատելու համար, ինչը անսովոր երևույթ է ասիական այդ երկրում։ Ընդհանրապես Պակիստանում աշխատուժի ընդամենը 22%-ն են կանայք։ 46-ամյա այրի Ասիա Աբդուլ Ազիզը, ով երկու աղջիկ է մեծացնում, Կարաչիում տաքսի ծառայությունում վարորդ է աշխատում, աշխատանք, որն այդ ծառայությունում միայն տղամարդիկ էին կատարում։ Սա պատվաբեր աշխատանք է։ Եթե դուք սեփական ավտոմեքենա ունեք, կարող եք աշխատել, երբ ազատ ժամանակ ունեք։ Իմ կարծիքով սա միայն եկամուտ չէ, այլ պատվաբեր ճանապարհ ապրելու գումար աշխատելու համար։ Լոնդոնի հանդիսատեսին երեքշաբթի օրը ներկայացվել է ռուս բալետմեյստեր Բորիս Էյֆմանի բեմադրած Up and Down բալետը։ Այն բեմականացվել է Գերշվինի, Շուբերտի եւ Բերգի երաժշտության հիման վրա, իսկ որպես սցենար օգտագործվել է Սկոտ Ֆիցջերալդի Մեղմ գիշեր վեպի սյուժեն։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր 70-ամյա Էյֆմանը իր նոր աշխատանքը բնորոշել է մարդու հոգեկան կործանման ողբերգական, բայց միաժամանակ եւ շլացուցիչ պայծառ խրոնիկա։